Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք խշխշան սմբուկով երկու անչափ համեղ, արագ պատրաստվող աղցան, առանց մայոնեզի և թթվասերի։ Հատուկ ձևով պատրաստելու արդյունքում սմբուկի կտորները դրսից ստացվում են խրխրթան, ներսից փափուկ ու հալվող։ Աղցանները թեթև են, բուրավետ և այնքան համեղ, որ մեկ անգամ փորձելուց հետո հաստատ կդառնան ձեր սիրելին։ Մեզ անհրաժեշտ է 2 մեծ սմբուկ, մոտ 800 գրամ, կեղևազատում ենք և հեռացնում ենք կոթունի հատվածները։ Մաքրելուց հետո սմբուկները բաժանում ենք այսպիսի խոշոր կտորների, շատ չենք մարացնում։ Եթե ձեռքի տակ ունեք միայն սմբուկ և ցանկանում եք պատրաստել համեղ աղցան, խորհուրդ կտամ օգտվել հենց այս բաղադրատոմսից։ Չնայած որ աղցանը պատրաստվում է ընդամենը մեկ հիմնական բաղադրիչով, այնքան համեղ և ախորժելի է ստացվում, որ սեղանից առաջինն է վերջանում։ Սմբուկը լցնում ենք համապատասխան տարայի մեջ, վրան ավելացնում ենք 2 լիքը ճաշի գդալ եգիպտացորենի օսլա, թափահարում ենք տարան այնպես, որ սմբուկի բոլոր կտորները թաթախվեն օսլայի մեջ։ Սա մի պարզ գործողություն է, որը սմբուկը դարձնում է դրսից խրխրթան, իսկ ներսից փափուկ։ Տապակի մեջ լցնում ենք առատ բուսայուղ, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև մեկ շերտով տապակում ենք կտորները։ Ամբողջ սմբուկը միանգամից չենք լցնում, որպեսզի ստանանք իդեալական արդյունք։ Մինչ բանջարեղենը կտապակվի, անցնենք մնացած բաղադրիչների նախապատրաստմանը։ Ուշադիր ենք լինում տապակվելու ընթացքում սմբուկը շրջում ենք, որպեսզի չայրվի։ Կիսալուսնաձև բարակ-բարակ շերտատում ենք 1 գլուխ կարմիր սոխ, մանր կտրատում ենք կես կապ համեմ։ Համեմը այս աղցանների մեջ հիանալի համադրություն է, սակայն եթե համեմ չեք սիրում, այն հանգիստ կարող եք փոխարինել սամիթով կամ ազատ քեղով, ձեր քիմքին համապատասխան։ Ընթացքում չենք մոռանում հետևել և շրջել սմբուկը։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Իսկ իմ մշտական հետևորդներին շնորհակալ եմ հավանումների և գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Սիրելիներս, ես բոլորիդ մեկնաբանությունները կարդում եմ և դուք ինձ ոգեշնչում եք ավելի համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր նկարելու համար։ Մեկ բուլղարական պղպեղը բաժանում ենք երկար-բարակ ձողիկների։ Սմբուկի առաջին շերտը հանում ենք և դնում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա, տապակում ենք նաև մնացած սմբուկը։ Մեկ բուլղարական պղպեղի փոխարեն կարող եք վերցնել կես հատ տարբեր գույների պղպեղներ, ավելի գույնզգույն աղցան ստանալու համար։ Խորանարդների ենք բաժանում մեկ մեծ լոլիկ, որի փոխարեն կարելի է վերցնել մոտ 200 գրամ չերի տեսակի լոլիկ։ Բաղադրիչները նախապատրաստեցինք, սմբուկը տապակված է, մնում է միայն հավաքենք աղցանը։ Առաջին աղցանի համար վերցնում ենք տապակած սմբուկի կեսը, վրան ավելացնում ենք մանրացրած համեմ, 2-3 ատամիկ սխտոր։ Ավելացնում ենք աղ, մի փոքր սև պղպեղ և մի լավ խառնում ենք, աղցանը պատրաստ է։ Չնայած այս աղցանի պարզությանը, այն չափազանց համեղ է։ Մյուս աղցանի համար խառնում ենք սոխը, համեմը, մանրացրած պղպեղը և լոլիկը, վերջում ավելացնում ենք տապակած սմբուկը։ Քանի որ սմբուկը տապակել ենք առատ ձեթի մեջ, երկու աղցանների մեջ այլևս չենք օգտագործում բուսայուղ, թթվասեր կամ մայոնեզ, ավելի առողջարար արդյունք ստանալու համար։ Ավելացնում ենք աղ, կարմիր և սև պղպեղներ և 2-3 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ։ Էլին սմբուկով աղցան առանց սխտորի և այս ամենը մի լավ խառնում ենք։ Այս աղցանը խորհուրդ է տրվում խառնել անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի սմբուկի կտորները մնան խրխրթան։
Սիրելիներս, այս բաղադրատոմսով աղցաններ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Վայելում ենք յուրաքանչյուր պատառը, շատ համեղ է ստացվել։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ խշխշան սմբուկով նման երկու հիանալի աղցանների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։